Բայց ամենավախենալուն իմ համար այն էր, որ մարդիկ չհատվելուց նամակներ ուղարկում են ChatGPT-ին, մի հատ ճշտում են ճիշտ են ձևակերպել իրենց միտքը թե չէ, հետո երբ որ իրենց պատասխանում են այդ նամակին, այդ նամակն են ուղարկում ChatGPT-ին, մի հատ ուզում են ջոգեն լրիվ ճիշտ են հասկացել թե չէ, ինչ նկատի ունի այդ մարդը, ու թե ոնց կարելի է այդ նամակին պատասխանել եւ այլն։ Ու այդ իմ համար մի քիչ կործանիչ է թվում շփման տեսանկյունից, որտեղ նաև կախված է թե որ սերնդի մարդիկ են այդ անում, կարող է այդ անում են մարդիկ, ովքեր արդեն ինչ որ ահագին կյանք են ապրել ու հետո իրենց կյանքում հայտնվել է այդ ChatGPT-ին կամ լյուբոյ ինչ որ AI, իսկ կարող է լինի, որ այդ մարդը նոր իր ձևավորման ընթացքի մեջ է, դեռ вообще ինքը այս կյանքում գլուխ չի հանել ոնց շփվել մարդկանց հետ եւ այլն, ու այդ ամբողջ պատասխանատվությունը դրվում է AI-ի վրա, որը քեզ ինչ որ բաներ է բացատրում, որը շատ կոնկրետ մարդու հետ է կապված, էլի, այսինքն կարող է ես ու մի հատ ուրիշ մարդ նույն տեքստը գրենք, բայց լրիվ տարբեր բաներ նկատի ունենանք, որտեղ տարբեր մարդիկ ենք ու տարբեր պահվածք կարանք ունենանք ու տարբեր տրամադրություն եւ այլն, ու դա մի կողմ, որ կարող է AI-ը սխալ տրակտով կանի, պատկերացնենք, որ սա ճիշտ է անում, բայց խնդիրն այն է, որ մարդիկ որ տենց շփվում են, խոսքի ես մի կողմն էլ ասաղնամակները չերես ChatGPT ֆիլտրում, դեն մյուս կողմն էլ, իրենք հետո իրական կյանքում չեն ջոգելու ինչ սիգնալներից հասկանան դիմացինի տրամադրությունն ու մտադրությունն ու մնացած ամեն ինչը, որտեղ մինչև այդ պահը այդ ամբողջ բանը գործողությունը իր վրա վերցրել է AI-ը։ Իսկ եթե այս կյանքում կա вообще ինչ որ մի բան, ինչ որ հավես բան, որի վրա որ ես վստահ եմ, այլ ճիշտ եթե կա ինչ որ բան, որը որ ես վստահ եմ, որ հավես է, քչատիվ բաներից մեկը այդ շփումն է մարդկային։ Այնտեղ մնացած լիքը հավես բաներ ինչ որ բայ հարցակային տակ են դրվել, իսկ մարդիկ վրոձի միշտ է հետաքրքիր են, դաժե այն մարդով, որ անհետաքրքիր մարդ կարա համարվի քո պատկերացման սահմաններում, մեկը ինքն է իր մեջ ինչ որ հետաքրքրություն ունի, որտեղ ինքը ունիկալ է։ Ու այդ ամեն ինչը կորցնել այդ շփման շփում կառուցելը կորցնել AI-ի պատճառով, причем даже parts չի հանում ինչի կորցնել, էլի։ Ուղղակի քո վախերի պատճառով փորձում ես ավելի հեշտացնել կյանքդ, նկատում վախենալով, որ կարող է ինքնուրույն այդ շփումը քո ուզած ուղղությամբ չգնա, այդ ռիսկից խուսափելու համար օգտագործում ես ինչ որ գործիք, որը փոխարինում է հենց քո անհատականությունը այդ շփման մեջ, որտեվ քո անհատականության մի մասը այն, թե ոնց ես դու ընկալում դիմացինի ասած ու ոնց ես արձագանքում, ու դու այդ երկու բանն էլ անում ես ոչ ինքնուրույն, ու իտոգում ստացվում է, որ պրոստը երկու AI իրար հետ են շփվում ու ձեր փոխարեն որոշում են դուք ձեր շփումը ստացվում է, չի ստացվում եւ այլն։ Причем որ вообще ինչքան էլ առասարակ chat-ով շփվելը ինչ որ դեպքերում հարմար է եւ այլն, բայց ինքը 100%-անոց շփում չի երկու հոգու միջև, էլի։ То есть հերիք չի ինքը ինչ որ թերի շփում է, մի հատ էլ դաժե թերին դուք չեք անում ու դրա պատճառով էլ ավելի թերի է ինքը դառնում, բայց անունը դնում ենք, որ մենք շփվում ենք իրար հետ։ Որտեվ իրական շփման մեջ կա էլ ձեր հայացքները, ձեր միմիկան, հպումները, հոտը, տրամադրություն զգալը, տրամադրության արձագանքելու, առասարակ երբ որ դուք
ենթադրենք 2 հոգով շփվում եք, դուք միած ձեր ընդհանուր տրամադրությունն էլ եք ստեղծում, բացի նրանից, որ դուք առանձին ձեր տրամադրությունները ունեք, ամեն մեկը մի հատ էլ ստեղծվում է ձեր շփման տրամադրությունը, որը ինձ թվում է շատ արժեքավոր բան է, էլի։ Ու իմ խոսքը ինչ որ տենց ոչ շատ կարևոր շփումների մասին չէ, էլի, խոսքի գործնական կամ տենց մի բան, որ ուզենաս պրոստը ճիշտ պատասխանես, որ ճիշտ գնախոսակցությունը խոսքի պայմանագիր կնքեք կամ տենց մի բան։ Խոսքս պրոստը 2 մարդկանց շփման մասին է, որտեղ շփվում եք, որ բացահայտեք ինչքանով է ստացվում ձեր մոտ կոմունիկացիան, ինչքանով է ձեզ հավես, ինչ ունեք իրարից ստանալու եւ այլն։ Այն վախը, որ առաջանում է նրանից, որ կարող է դու ինքնուրույն մի բան ինչ անես, ու այդ ռիսկից խուսափելու համար դիմում ես կողքից ինչ որ գործիքի, այդ վախը կա նրա պատճառով, որտեղ ինչ որ չափով վստահ չես քո ընկալման կամ քո շփման վրա, որը շտկելու համար քեզ պետք է փորձ, ավելի շատ շփվել, ավելի շատ այդ մարդուն բացահայտել, вообще մարդկանց բացահայտել եւ այլն եւ այլն։ Բայց երբ որ դու այդ անում ես չերես գործիք, այդ փորձը մեծ հաշվով մնում է այդ գործիքի մեջ, որտեղ այդ իր անկալումն է։ Ոնց որ պատկերացնենք այդ գործիքի փոխարեն ուրիշ մարդ է, ուղղակի խոսքի դու ընկերոջդ ուղարկում ես ինչ որ ուրիշի նամակ ու ասում ես քո ջոգելով ինչ ես ստե ուզում ասի, ու ընկերդ իր կարծիքն է ասում, բայց դու այդ ընկալում ես որպես հիմք ձեր շփման համար։ Իսկ շփումը вообще ինձ թվում է այնքան կարևոր բան է, ու ինձ թվում է լիքը էներգիա է ստանում շփումից, կարող է դրական, կարող է բացասական, բայց ինչ որ բան ստանում ես, էլի, այդ գոնե հաստատ ինչ որ դատարկության մասին չի շփումը, էլի։ Ոնց որ շատ հաճախ կյանքում կարաս ինչ որ տարբեր բաներ դաժանես, բայց մեկը դատարկություն զգաս։ Իսկ շփումը այն բանն է, որ ամեն դեպքում իմ կյանքում միշտ մի բան տալիս է։ Ու ես էլ որպես միջին վիճակագրական մարդ ենթադրում եմ, որ մենակ իմ մոտ չի տենց, ու կամ սաղի կամ շատերի մոտ էլի նույն ձև է աշխատում։ Вообще կյանքում միշտ ինչ որ ռիսկերից խուսափելը շատ լոքշ է ինձ թվում է։ Ոնց որ ես բարձրախ են մարդիկ ռիսկից խուսափում, ինքը ռիսկը ինքը իրանով ինչ որ վախենալու բան է, ինքը ինչ որ անհստակ բան է, բայց յանի առանց դրա ինչ անես չի, առանց այդ վախերին դեմ գնալու կյանքը բեսան հետաքրքիր է, որ ընտրություն ունենաս ռիսկի դիմել ու ունենալ շանս ինչ որ մի բանի հասնելու, թե ոչ մի բան չանել, ոնց որ ոչ մի բան չանելու իրենց ենթադրում որ մեկ ոչ մի բան չի լինելու, նես չի ոչ մի բան չես անելու ու բեսան հետաքրքիր է լինելու։ Ոնց որ իմ մտքին ինչ հիմա գալիս է հավես բաներից, որ իմ կյանքում կատարվել է, ամենավառ բաները էլի, որ այս բան կարամ հիշեմ, այդ սաղ ինչ որ ռիսկի ու ընտրության արդյունք է։ Ոնց որ ռիսկի մեջ միշտ կա ու թվում է, որ կա քո ուզած սցենարը ու քո չուզած սցենարը։ Բայց իրականում ինձ թվում է սաղ կայֆը նրանում, որ այնտեղ կա այն ինչի մասին, ինչը որ քո մտքով դաժե չի անցնում, որտեղ կյանքը իրանով նենց անկանխատեսելի է, որ մենք շատ քիչ մասն ենք բռնում տրամաբանության, այլ ճիշտ մեր տրամաբանությամբ շատ քիչ մասն ենք բռնում կյանքի ու մեր ուղեղում ստեղծում ենք ինչ որ հավանական սցենարներ, բայց այնքան արտաքին ինչ որ ֆակտորներ կան, որոնք մենք պրոստը ունակ չենք հաշվի առնելու, որ արդյունքում միշտ լինում է ինչ որ как minimum ոչ լրիվ նենց ոնց դու պատկերացնում ես, իսկ մեկ-մեկ вообще լրիվ ուրիշ ձև է լինում։ Ու էդի վախենալու է, որ կոնտրոլ չես անում, մարդ ոնց որ միշտ ձգտում է, որ կոնտրոլի տակ պահի ամեն ինչ, բայց մյուս կողմից այդ նա շատ հետաքրքիր է։ Որտեվ այդ ինչ որ բան է, ինչ որ գործողություն է քո կյանքում։ Ոնց որ օրինակ փոքր ժամանակ մենք շատ հաճախ ոչ մի բան կամ գրեթե ոչ մի բան չենք պլանավորել։
պրոստը կյանքը պատահել է մեր հետ, ու մենք տենց գնացել ենք այդ հոսքով, ոնց որ ուղղությամբ որ տարել է, ինչ որ տեղի է ունեցել, իքը դեպքում մեր փոխարեն են որոշել, իքը դեպքում պրոստը ինքան նոր է քո համար ամեն ինչ որ անընդհատ ինչ որ անսպասելի բաներ է քո համար լինում, ինչ որ բացահայտումներ բան։ Ու արդյունքում անկախ նայած ով ինչ մանկություն է ունենում, որտեվ կան մարդիկ, որ խոսքեր երբեք չէին ուզի վերադառնալ իրենց մանկություն եւ այլն, բայց ամեն դեպքում դրական էմոցիաներով ամենավառ ժամանակը դա մեկը մանկությունն է։ Դաժե եթե վատ մանկություն է, то есть վատ մանկություն մարդ չի ուզում վերադառնալ, որտեվ բացի այնից որ ինքը աշխարհն է բացահայտում ու այդ ամեն ինչը հավես է, նաև լիքը վատ բաներ է իր հետ տեղի ունեցել։ Դրա համար չի ուզում վերադառնալ։ Բայց եթե չվերցնենք տենց կոնկրետ դեպքեր, այլ ընդհանուր այն ինչա ոնց է մարդու կյանքը ընթանում փոքր ժամանակ, այդ այն ժամանակն է, երբ որ դու ոչ ման մեծաշով կոնտրոլ չես անում ու քեզ սա հետաքրքիր է։ То есть դու էլի ինչ որ ընտրություններ ես անում, բայց առանց կոնտրոլի, առանց հեռուն նայելու, պրոստը գնում ես ինչ որ ուղղությամբ։ Խոսքի մատդ մտցնում ես ռազետքի մեջ ու ջոգում ես այդ ինչ էր։ Կամ ոչ այդքան դաժան ինչ որ ուրիշ օրինակներ, որ պրոստը չգիտեմ ինչ որ բան ես վերցնում, ջոգում ես, որ դա ծանր է կամ չգիտեմ փափուկ է կամ նման մի բան, բայց դու նախապես չես մտածում, իսկ էսի որ վերցնեմ, տենաս ինչ կլինի։ Պրոստը անում ես ինչ որ մի բան, կամ էլ ունես դուսը ինչ որ աշխարհն ես բացահայտում, պրոստը ինչից ինչ հոտ է գալիս, նով ոնց է իրան պահում եւ այլն։ Ոչ ոք չես պլանավորում, պրոստը հավես տեղի ունենում է ինչ որ տեղի ունենում։ Իսկ հիմա մինչև ինչ որ մի բան մեր կյանքում տեղի ունենում, մենք մի 100 անգամ ծանրոտ հետև ենք անում։ Ու կարելի ասել, որ մեր վրա պատասխանատվությունն էլ է հիմա մեծ, այն վաղ կարելի ասել չկար, իսկ հիմա կա, բայց պատասխանատվությունն էլ է իլյուզիա, էլի։ Մենք ինքներս ենք որոշել ենթագիտակցորեն, բայց ինքներս ենք որոշել, թե ինչի համար ենք պատասխանատու կամ ում համար ենք պատասխանատու։ Մեծ հաշվով ոչ երեխան է իր ծնողի համար պատասխանատու, ոչ ծնողը իր երեխու համար։ Եթե ինչ որ մորալնի բաներ մաքրենք, էլի։ Եթե չէ, պարզ է, որ կա այդ պատասխանատվությունը, բայց այդ այնքան ակնհայտ բան է, որ ինձ թվում է իմաստ էլ չկա խորանալ դրա մեջ։ Իսկ այնց մենք ազատ ենք այս աշխարհում մեր գործողությունների մեջ, բայց մենք ունենք լիքը ստոպեր, որոնք որ մենք ինքներս ենք թույլ տալիս, որ մեզ ստոպ անի։ Ու այդ ես չեմ ասում, որ լավ է կամ վատ է, այդ ուղղակի փաստ է։ Ու նման բան ունենք ամեն մեկս։ Ու вообще это հետաքրքիր է, որ մարդը вообще հաճախ ձգտում է ազատության, ու հերիք չի, որ ազատությունը սահմանափակող լիքը արտաքին բաներ կան, որոնց դեմ անդադ ինչ որ պայքարում ես, ենթադրենք կամ չես պայքարում։ Բայց ամեն դեպքում լիքը բաներ կան, որ ի սկզբանե քեզ սահմանների մեջ են պահում։ Ու այդ հերիք չի, մի հատ մենք ինքներս ենք մեր համար սահմաններ ստեղծում։ Արդյունքում ստացվում է, որ մենք համ ունենք արտաքին սահմաններ, որոնց դեմ ենթադրենք չենք պայքարում, համ ունենք ներքին մեր կողմից ստեղծած սահմաններ, ու դրան զուգահեռ համ էլ նվնվում ենք, որ ազատության կարիք ունենք, բայց ինքներս բավականին ոչ մի բան չենք անում, որ այդ չեն, то есть ոչ արտաքին դեմ ենք պայքարում, ոչ մեր ներքինն ենք փորձում մաքրել։ Այդ որպես երևույթ եմ իհարկե ասում, չեմ ասում, որ բոլորը տենց են անում, բայց դա շատ հանդիպող բան է, էլի։ Ու դրա հիմքում միշտ այդ բանն է, վախն է ռիսկից, որտեղ դաժե ներքին ինչ որ բաներ մաքրելուց դու կամ բախվելու ես ինքդ քո հետ, որը նույնպես ռիսկ է, որտեղ չգիտես, ու կարաս վախես, որ դրան պատրաստ չես։ Ու համ էլ քո ներքինը փոխելուց կարաս բախվես արտաքին աշխարհի արձագանքի հետ։ Ու այդ է կարող վախեցնի։ Ու ոչ ուզում ասեմ, իտոգում ստացվում է, ոնց որ մեր բանը գլխավոր թշնամին զլադեյը դա վախի զգացումը լինի,
որը ամեն ձև փորձում է մեզ չթողի, որ մեր կյանքը հավես ու հետաքրքիր լինի, պրոստը ստեղ խնդիրը նրանում է, որ դաժե չես կարա իրան մեղադրես դրանում, չես կարա ասես այս վախը, սա իր պատճառով որ սենց վատ է, չես կարա մեղադրես, որտեվ էդի քո մի մասն է, էդի քո մեջ է, այդ ինչ որ արտաքին ֆիզիկական զլաձեի չի, որ ասես, ինչ մեղք եմ ես, որ ինքը կա, դա էլ է քո ներսում, քո մասնիկն է, որին որ դու չես կարող կառավարես, բայց ինձ թվում է հենց կյանքը ինչ որ չափով այդ պայքարի մեջ է կայանում է, էլի, այդ ներքին պայքար է ստացվում, որ դու այդ վախի դեմ գնաս, հանուն քո կյանքի, ոնց որ հետաքրքիր է ստացվում է, որ այդ արտահայտությունը, որ դու գնաս քո վախի դեմ հանուն քո կյանքի, ինձ տպավորություն է, որ 3 տարբեր պերսոնաժ կա այդտեղ, դու ես, ով որ ինչ որ կռիվ է տալիս, վախն է, ով որ փորձում է քեզ վնասի, ու կյանքն է, ով որ դու փորձում ես պաշտպանես, բայց արդյունքում այդ սա մի հոգու մասին է, դա քո մասին է, էլի, բայց չգիտես խի չեք կարող այդ 3-դ լեզու գտնեք ու իրոք մի հոգու պես գոյություն ունենաք, ու իմ մոտ միշտ որ սենց ինչ որ անելանելի հարց է առաջանում, ու սրա անելանելիությունը հենց կանում է նրանում, որ այդ 3-ն էլ քո ներսում է, ու դրանից էլ ավելի վախենալու է դառնում են, որ իսկ խի այս հարցը չի լուծել, եթե սա իմ ձեռում է փախակտու, ու միշտ երբ որ տենց ինչ որ հարց է առաջանում, իմ մոտ ինչ որ ներքին ձայնը հուշում է, որ դրա լուծումը շատ ավելի պարզ է, ու շատ ավելի մակերեսի վրա, քան մենք ինքներս խորանում ենք, ոնց որ իմ մոտ միշտ տպավորություն կա, որ սենց ինչ որ մի հատ մեր ներսում խնդիր կա, ինչ որ կանգնացնող բան կա, որից ազատվելու դեպքում, որ հնարավոր է գտնել այդ ներդաշնակությունը ներքին, բայց ես իհարկե չգիտեմ, թե որն է այդ խնդիրը, ու միգուցե այդ խնդիրը հենց վախն է, ավելի ճիշտ թե այն, թե ոնց ենք մենք իրան ընկալում ու ոնց ենք մենք իրան ներս թողում, ոնց որ տպավորություն կա, որ իրականում ամեն ինչ այդքան վախենալու չի, ինչքան որ մենք ենք մեր կյանքի ընթացքում խոցելի դարել, ինչի պատճառով, որ լիքը մանր սիգնալներ մեզ կարան գլոբալ հետ պահեն լիքը բաներից, ոնց որ էլի վերադառնալով մանկություն, երբ որ դու երեխա ես, դու ոչ մի բանից չես վախում, մինչև որ քեզ չեն վնասում, ու այդ վնասվելը անխուսափելի է, լիքը բաներից, բայց եթե դու չլինեիր վնասված, դու կլինեիր ավելի ազատ, դաժե հիմա, ու այդ վնասները վախ են առաջացնում, որի պատճառով, որ մենք մնում ենք տեղում կանգնած, ու երևի պետք է ազատվել, բայց վնասվածքներից ազատվել չես կարա, էլի ոբշի, ոնց որ իր հետքը մեկը մնացել է, բայց կարաս արժեզրկես այդ վերքերը ոնց որ, ու դրա հաշվին վախը թուլացնես, ու ինչը և անում է հոգեբանությունը իրականում մեծ հաշվով, նես ինչ որ թազա բան բացահայտեցի, Ոչինչ պետք է գնալ հոգեբանի վախերի հետ աշխատելու, բայց եթե լուրջս վստահ չեմ, որ դա լուծումն է, ոնց որ չգիտեմ, ես մեծ հաշվով հոգեբանությանը դրական եմ վերաբերվում, բայց քանի որ ես ինքս մասնագետ չեմ, ես ընդ չեմ ջոգում ինչն է լավ, ինչը չէ, օրինակ ես գիտեմ մարդկանց, ում որ ավելի լավ է եղել, ու գիտեմ մարդկանց, ում որ ավելի վատ է եղել, ու այն ում որ վատ է եղել, ես չգիտեմ էդի, որտև ինքը կիսատ է թողել, то есть միգուցե ամեն ինչ այնքան խորն էր, որ այն մեկի մոտ խոսքի 6 ամիս հետո արդեն ինչ որ զգալի դրական բան կար, իսկ ես մեկին կես տարին քիչ էր, որտև
շատ ավելի խորը ինչ-որ խնդիր ուներ ինքը, то есть ենթադրենք մի տարի հետո արդեն սա լավ կլներ, պրոստը ինքը չհամբերեց այդքան, թե ինչ, չգիտեմ, բայց մի բան գիտեմ հաստատ, որ երբ որ մարդ գնում է հոգեբանի, ինքը պետքա լավ տրամադրված լինի, նախ ինքը պետքա ուզի ու հավատա, որ այդ իրան օգնելու համար է տեղի ունենում ու չգնա ինչ-որ սկեպտիցիզմով, որ իրան ու աշխարհին ապացուցի, որ դա չի աշխատում, որտեղ եթե տրամադրվես նրան, որ հեսա ցույց կտամ բոլորին, որ չի աշխատում, կարաս շատ հանգիստ ոչ մի արդյունք չունենաս ու ոնց որ ինչ-որ բան է, որ դու պետք է քո վրա աշխատես, էլի ամեն դեպքում քեզ օգնում են, որ դու քո վրա աշխատես ու ճիշտ ուղղությամբ գնաս։ Եթե դու ի սկզբանե տրամադրվել ես չաշխատել, ոչ մեկ չի կարող քեզ ստիպի։ Ու պլյուս այն մարդիկ ու մոտ որ չի ստացվում, ես չգիտեմ, կամ իրանք են թերանում, թե հոգեբանը լավը չի, թե ինչ։ Դրա համար է տենց շատ ոչ միանշանակ բան է։ Բայց բալուբում հոգեբանի օգնությամբ թե ինքնուրույն առերեսվել սեփական վախերին ու խնդիրներին, այդ ինձ թվում է ու լավ իմ համար դա շատ ընդունելի ուղղություն է ինչ-որ։ Որտեղ չգիտեմ, մարդկա կարող է այդ նույն վախերն ու խնդիրները ունի, բայց իրան իրոք լավ է պրոստը լրվելու այդ ուղղությամբ, չմտածելու այդ ուղղությամբ չգնալ։ Պրոստը ինձ թվում է այն ընդհանուր դիսկոմֆորտը, որ մարդ ունենում է կյանքում միշտ, то есть ինքը իր գոյության ժամանակ ինչ որ բաների հետ հաշտ չի, այդ սա ներքին խնդիրներից է, ու եթե քեզ օքեյ է տենց ապրելը, հարց չկա, բայց եթե ունես ձգտում այդ ամեն ինչը ավելի լավացնելու, որ դու քեզ ավելի լավ զգաս, ինձ թվում է իմաստ կա փորփրել ներսում, իսկ մասնագետը միգուցե օգնի այդ հարցում, բայց միգուցե չօգնի, ես չգիտեմ։